դիմակը պատրելու ենք։ Չէ։ Ինչ իրավունք ունի մտնելու մարդու ինտիմ կյանք։ Էս քպայականի վրա էլ Նիկոլ ինչ մի կոմպրոմատ։ Վազում կանգնում է լակոտի պես ընդեղ, բա ինչ պետք է անում։ Եկեք ամեն ինչ աստծո ջեբը չգցենք, էլի։ Նա հիմա շատ զբաղված է Փաշինյաններով։ Այդ նույն գնով պատրաստ եմ այսօր վաճառել բոլոր ՀՀ քաղաքացիներին։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է ու երկնային ծավալների բոլոլա է ծավալվում երկրում, որի նման մի 1724 տարի չի եղել։ Եվ այդ առումով դուք մտածում եք, ես ինչպես կարող եմ օգնել իմ սիրելի հաղորդմանը։ Դե տարբերակներից մեկը միանալ մեր Patreon-ին։ Կա նաև 0 դրամով տարբերակ, լայքեք այս թողարկումը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Իհարկե, ցանկալի է եւ Իսկ այդ ընթացքում մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ը ավարտում է Դավիթ անհաղթ 25 հասցեում բնակելի շենքի շինարարությունը։ Դա նշանակում է, որ առաջի հարկերը կարող են դառնալ ձեր քանաքեր զեյթունի մասնաճյուղ, օրինակ բանկի մասնաճյուղը, սուպերմարկետի վինիլային սկավառակների խանութի մասնաճյուղը։ Վինիլային սկավառակ։ Տեսնես դրանց գները ինչա դառը։ Մենք եկանք GTB, որովհետև մեզ պետք էր լավագույն մետաղը։ Մենք տեսանք ինչպես են ձուլվում տարածաշրջանի ամենահզոր ամրանները։ Միլիոնավոր փոքրիկ մետաղիկներ հավաքվում են մի տեղում, ներխուժում են ձուլարան եւ սիրո ջերմության մեջ ծնվում են մետաղի ձագերը։ Եվ մենք հասկացանք, որ ամենահզոր ձուլարանը հենց այստեղ է։ Ստացվեց ձեր մոտ։ Բնականաբար, ինչ որակի է։ Միջազգային ստանդարտներով։ Շնորհակալ եմ։ GTB Steel, որակը մեր առավելությունն է։ Էս ով էր որ։ Woman Tony Stark, հանճար, միլիարդատեր, playboy, ֆիլանտրոպ։ VeloISIM հայկական հավելվածը ինտերնետի հրաշալի աղբյուր է, որով կարող եք համ ճամփորդել, համ էլ բարի նախանձ առաջացնել ճամփորդակիցների մոտ։ Բացի Եվրոպայից կան փաթեթներ Ասիայի, Աֆրիկայի եւ այլ մայրցամաքների համար։ Ինչպես նաեւ գլոբալ փաթեթներ, որոնցով գրեթե բոլոր երկրներում օգտատերը կունենա ինտերնետ։ Գները սկսում են $3.99-ից մեծ փաթեթների համար 10 GB, 20 GB, իսկ 1 GB-ի արժեքը սկսած $1.1-ից։ Եվ ամեն գործարքից 10% cashback եք ստանում, որով կարող եք հետագայում էլի փաթեթներ գնել։ Ասեք Arm Comedy պրոմոկոդը եւ ստացեք $3 բոնուս առաջին գործարքի համար։ Դե ինչ, լուրեր եք սպասում։ Տանք լուրեր։ Ինչ լուրեր կան այս շաբաթ։ Վանաձորում ավարտվեց կրթությունը նորաձև է շարժման հերթական հանդիպումներից մեկը։ Չէ։ Այդ լուրերը չենք սպասում հաստատ։ No։ Բանն այն է, որ քաքը շարունակում է դուրս գալ ջրիերես եւ մենք թեմուից պատվիրած անորակ ռետինե կամ ռեզինե ձեռնոցներով փորձում ենք հասկանալ ինչից է այն բաղկացած։ Սրբազանին քերու կնոջը դոմփելու հորդորից հետո շատ տարօրինական հնչում, բայց դե հիմա եղել է տենց հորդոր, եղան տարբեր արձագանքներ։ Բայց դե եկեղեցական Ատյանն է անում, ոչ թե Աշխարհիկ Ատյանն է անում։ Աշխարհիկ Ատյանը ինչ իրավունք ունի մտնելու մարդու ինտիմ կյանք։ Ու ճիշտ է ասում, օրենք չեն խախտում, մանկապարտեզների շինարարության վրա փող չեն լափում, մնացածը արա ձեր ինչ գործն է, ով ում քերակնոջն է դոմփում։ Բայց ԿՊ-ն կպել է եկեղեցին ջրի երես անելու գործին։ Այսպեսի հարց պետք է հնչեցնեմ, որ այսինքն կարելի է լինել կուսակրոն եւ այլասերված, եւ դա նորմալ է, բայց երբ որ դրա մասին խոսում ենք, դա նորմալ չէ։ Հոգիս դուք չեք խոսում, դուք հորդորում եք շարունակել դոմփել
ինչ որ մեկի քերակնոջը, որը նույնիսկ եթե ալասրված բանա, չնայած եթե բոլորի համաձայնությամբ, ապա մի խոսքով դա մեր գործը չի։ Կարող է որ դա ուրիշի անձնական տարածքն է։ Բայց ԿՊԱ-կանը չլսեց Սերգեյի թերևս շատ տրամաբանական հորդորը։ Եվ ես ուզում եմ հստակ հայտարարել հիմա, որ մենք թե եկեղեցական, թե եկեղեցից դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատրելու ենք հերթով, անուն առ ազգանուն։ Այսինքն երկրի սահմանները թշնամուց պաշտպանել չկարողացաք, տնտեսությունը զարգացնել առանց դա պարտքեր կուտակելու արտակին չկարողացաք, բայց հեյ, հենց գործը հասնում է սրբապիղծների դիմակը պոկելը, այդա մերն է, այդա մենք կարանք։ Շփանից հուշում է որ այս ԿՊԱ-կանի վրա էլ Նիկոլ ինչ-մի կոմպրոմատ հաստատ գնա դե շատ ջիգյարով է պաշտպանում։ Ես չեմ զարմանա, որ պարզվի ԿՊ-ի կեսը էշ դոմ փողա, ինչը մեր գործը չի, իրենց անձնական գործն է, անձնական տարածք։ Լավ, ինչև է, դες մի քանի բիպոլարոտ օրեր էին Փաշինյանի մոտ, բայց այդ քերակնոջ դոմփելու պատմությունից հետո ժամեր անց որ կակական չես լացեք, խոստանում եք դարի պայմանավորենք, որ չես լացի։ Մի հաճելի հոպար, որը խիր գնացել մանկապարտեզ։ Ես հաշվում եմ, որ այդ երեխեքը շատ վատ էին իրանց պահել։ Ճաշիկը միջև վերջ չի ընկերել։ Ու այս նույն քաղցրալեզու հոպարը մի քանի րոպե անց Կուսակրոն ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից, որևէ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ, բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ եկեղեցի, հոգևոր եւ բարոյական արժեքներ։ Դոզեն հələ չի թողել։ Ժողովուրդը նույնիսկ արագաչափ հանող վարչապետ չունեցավ, նենց որ մեկ կուսակրոնության հարցում սայթակող սրբազաններին կարա մարսե ինձ թվում է։ Ոնց է շատ կոնկրետ փոփոխություն ա ուզում Փաշինյանը, շատ կոնկրետ տեղ ա գնում։ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ 1700 տարի մի կերպ դիմացել են առանց Փաշինյանի միջամտության, բայց հիմա էլ առանց դրան հնար է։ Ոնց որ թե նոր աշխատատեղ ա բացվում Արգիշտի Քյարամյանի համար։ Իսկ այդ ընթացքում Սրբազան Աջապահյանը արեց արտահայտություն, որը ցավոք սրտի չվրիպեց ամենատես Նիկոլի աչքից։ Այդ պորոդախոսներից թող որևիցե մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել։ Մի ամիս առանց կնոջ որ ապրես, քերակնոջ տել, ուրիշ հայացքով կնայես, աներ ձակիտել, բաջանաղիտել։ Ու սա չվրիպեց կուսակրոնությունը նորաձև է շարժման առաջնորդի աչքից։ Միքայել Աչապահյանի հայտարարությունից ակնհայտ է, որ առանց կնոջ մեկ ամիս ապրելու անհնարինությունը տարածված աշխարհըմբռնում, վարվելակերպ եւ վարվելակարգ է եպիսկոպոսած դասի համար, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Գարեգին II կաթողիկոսի իմացության եւ թույլտվության։ Так, ուշադրություն հիմա։ Մենք հայ ենք, հայ ազգ, որը ռեժիմով խմում է սրբությունների ընտանիքի կենացը ու 5 րոպե հետո գնում է սիրացի մոտ, երկրորդ գաղտնի ընտանիքի մոտ եւ խախտում է ինչ հնարավոր է, նենց որ ինձ թվում է մեր ազգին օքեյ է մեկ աչք փակել կուսակրոնության սայթակման հարցերում, մանավանդ եթե քերակինը դեմ չի, չէ՞։ Կուսակրոնության փակագծերը մի քիչ կարան բացենք։ Նախ կուսակրոնություն կոչված է, ռուսները ավելի ճիշտ բառ ունեն, безбрачие։ Այսինքն ընտանիք չկազմել, ընտանիք չունենալ։ Որովհետև եկեղեցին ինքն էլ հասկանում է, շատ լավ հասկանում է, ի սկզբանե հասկացել է, որ առանց սայթակումի հնարավոր չի։ Շատ լավ հասկացել է, ցանկացած եկեղեցի հասկացել է դա, որ առանց սայթակումի առողջ տղամարդը չի կարող առանց սայթակելու ընթանալ, չի կարող։ Այ ռուսների մոտ չոտքի գրած է безбрачие, այսինքն ամուսնանալ չի կարելի, իսկ սայթակելը շաբաթը 1, 2 շաբաթը 1 լրիվ օքեյ է, եթե առողջ ես, անհնարել է դա խուսափել, բայց կարևոր նախապայման կա։ Եթե որևիցե անց չի դժբախտացել, որև կարող էր դժբախտանալ։ Ես խոսում եմ երկրորդ անձի մասին, հոգևորականի մասին չեմ խոսում։ Եթե հոգևորականը իր այդ սայթակումով դժբախտացրել է ինչ-որ մեկին, պատասխան պիտի տա։ Պատասխան պիտի տա։ Բայց եթե
որևիցե դժբախտություն, որևիցե արդյունք չկա իր սայտագումի, բացի սեփականից։ Եթե արդյունքներ չկան այն մյուս կողմի մոտ, ում վրա սայթակել ես, կարող է вообще առաջի անգամ ժպիտը առաջացել դեմքին, ապա ինչ մեղադրել։ Այդ ընթացքում կրթվել է նորաձևը շարժման առաջնորդ Աննա Անդերվուդը շարունակում էր կրթել էլի։ Ըստ հավաստի տեղեկությունների Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին եւ վերջինիս ֆավորիտ որոշ եպիսկոպոսների։ Fuck! Քաքը ոչ միայն շարունակում է հելնել ջրի էլես, այս Սևանի մակարդակն է արդեն բարձրացել։ Քաքը տիեզերքից է արդեն երևում։ Ուղղակի արգելափակեք ձեր Facebook-ը։ Եթե ինչ-որ մեկը չհասկացավ, Բորիս Մուրազին այնտեղ խոսացել էր Աննայի կողմից որոշ կուսակրոնությունների խախտման մասին։ Ի պատասխան դրան Աննան ասեց, որ «Արախի եմ ես իրա մասին խոսում»։ Լավ, ինչ-որ բարի լուր, ինչ-որ լավ բարի դաժե պետք չի, ինչ-որ լուր կա։ Դիմում եմ Հայաստանի բոլոր քաղաքական գործիչների եւ այլնի երեխաներին։ Ես ներողություն եմ խնդրում ձեզանից ձեր փոքրիկ զուլալ հոգիներին ցավ պատճառելու համար։ Ոչինչ, որ մենք մեծերով մի քիչ վիճենք, իրար հայհոյենք, մենք մեծ ենք, այդ ամենին կդիմանանք։ Հասկացաք փոքրիկներ, իսկ եթե փոքրիկների մեջ կան այնպիսիք, որոնք ունեն քերակին, Աս վերջելի արա չի կարելի ես շագանակագույն խոսույթս ես գա ամեն ինչ ես զավտի, չէ։ համաձայն են, մի հատ այն սիրուն Ավինյանով կտրենք այս մաղձը։ Առաջնային շարքը, որ հենց կմտնի նախագծի մեջ, իմուս կնե շենքի դիմացը կբացվի, շենքի դիմացը կբացվի։ Ոնց եք տղեկ։ Ոնց նա դաշտը։ Հա, գոհեք։ Իսկ գիտեք, որ ապերն է սարքել, հա։ Օրնվի Ավինյանի սահատը, որը ուր քայլում է, ոսկի է դարձնում, են անտիլոպայի նման։ Այս դաշտում վերանորոգում, Լավ։ ցենց ընդհանուր կապամոնտաժ ենք, ստեղ այգի կստանանք փոքրիկ։ Մանկապարտեզի չափն է մեծանում է, չէ։ 6 խումբ։ 6 խումբ է։ Դե, քանի որ մանկապարտեզային սկանդալներից մեկը նոր է ավարտվել, իսկ իրականում դեռ ոչ էլ ավարտվել է, ակնկալիքները շատ քիչ են, որ պատերը չփլվեն, ասֆալտը sense մատով տալուց չփրթվի, ինչպես նաև մանկապարտեզը հանձնվի ոչ թե երեխաները դառնան 18 տարեկան հետո, այլ մինչև դա։ Ճա, ծրվեցիք իմ ասես լավ լուրով։ Դե ուրեմն վերադառնանք դժոխք։ Դժոխքում կարծիք հայտնեց աստվածաբանության միակ փորձագետը։ Հոգևորականների կուսակրոնության վերաբերյալ երկրի ղեկավարի բացած օրակարգը անընդունելի է համարում իրավապաշտպան Դանիել Յոհաննիսյանը։ Եթե ինչ-որ մեկի հետ քնում է, թեև հայտարարում է, որ ինքը կուսակրոն է, պետության ինչ գործ, Նիկոլ Փաշինյանի ինչ գործ, ինչի Նիկոլ Փաշինյանը այս թեման բերեց ընդառաջ։ Նույնիսկ կուսակրոնության փորձագետ նախույվորել, որ այս թեման հանել գցել են սեղանի վրա։ Արա հայելի, ում ինչ հետաքրքիր է, ով ում բաջանաղին է դոմփում, Հա, կամ քերակնոջ այս դեպքում, բայց դա չի կարևորը, կարևորը իրական հանցագործությունն է, որի մասին ահազանգել է վարչապետի հետ մեղքի մեջ ապրող կինը։ Ու вообще, եթե ինքը ասում է, որ գիտեք, մենք արժանի ենք ունենալ բարոյական նորմերով վեհապար, արա դու առանց ամուսնանալու ապրում ես կնոջ հետ մեղքի մեջ։ Արտահամուսնական երեխեք ես ունենում։ Այս երկիրը արժանի չէ ժողովրդի մի հատ բարոյական վարքով վարչապետ ունենալ, բում։ Լավ, չմոռանանք նաև այնեղ քրեական մեղադրանքի մասին։ Երկրի գլխավոր մանկապիղծները Չուլան բառից դիվահարվել են։ Այստեղ մի հատ ստոպ, էլի, որովհետև այս մեկը տես չի սխալու գնա որպես ինչ-որ տես էքսցենտրիկ ստատուս, ստեղ խոսքը գնում է կոնկրետ քրեական մեղադրանքի մասին, ընդ որում աշխարհի ամենածանր հանցագործության համար, որը տես մարդասպանությունից էլ ավելի ծանր է։ Հիմա այս ուղակի տես տրոց է, այսինքն ինչ-որ մարդկան զրպարտության դեպք է, կամ B, գիտի շատ կոնկրետ տես դեպք եւ ծածկում է, թողում է այդ խեղճ երեխեքը շարունակեն մանկապղծվել այդպիսով ծածկելով մանկապղծին, որը շատ ավելի վատ է։ Ու եթե կան ինչ-որ իրավապահ մարմիններ, ուղղակի չեն կարա էսի տես հա դե ինչ-որ ստատուս էր, բան չտենալու տենան, չէ, էսի պետք է ունենա հետևանք։ Արդյունքում հիմա մի հարցը օթից կախված այն գլխավոր դատախազը իր գերազանցիկի հսկայական ակնոցով կտեսնի այս աղաղակող այդ բառն եմ որացել աղաղակող հանցագործության մասին ստատուսը թե չի տեսնի։ Իսկ այդ ընթացքում
Վանաձորում ավարտվեց կրթությունը նորաձև է շարժման հերթական հանդիպումներից մեկը։ Սկզբից ելույթ ունեցավ Աննա Հակոբյանը, նա այսօր եկել էր մի շապիկով, որի վրա գրված էր սեր։ Բիպոլար զույգ, էլի, մեկ գրում են ինչ-որ մանկապղծության ու նախկին նախագահային սեռակ ատում եմ, որ այդ պատկերը դրեց մեր ուղեղում սեռական ծառայություններ մատուցելու մասին, մեկ էլ սեր look at me Այդ տասկը վարչապետը գնացել էր ԵՊՀ սրա մասին ավելի շատ խոսանք, բայց այդտեղ էր նաև ԿԳՄՍ նախարարը, որը ընկավ լրագրողների հարցերի գնացքի տակ։ Դուք ինչպես եք վերաբերվում դրան։ Ինչին։ Գրառմանը, որը հայոյանքով էր ողողված։ Վազեք, փախեք շտապը տեղից։ Նիկոլի ցանկացած թիմակցի կյանքում գալիս այն պահը, երբ այդ հորիագույն սկանդալը, որ իրանք սկսել են ջարդվում ակո գլխին, իսկ այն հաջորդ սկանդալը, որը անխուսափելիորեն գարա դեռ չի սկսել, դրա համար ոնց որ հիմա ես պետք է տակից դուրս գաս։ Հիմա կամ շտապ թռեք տեղից, կամ բացատրեք ինչու էր գլխավոր հրամանատարը հորդորում Սրբազանին դոմփել աներձակին։ Քերակնոջը լավ։ Դա չի կարևորը։ Բնականաբար որևէ մեկից չի կարող դուր գալ այն խոսույթը, որ ձևավորված է, ու ես ձեր ուշադրությունը պիտի հրավիրեմ նկատելու, որ այդ խոսույթը նոր չի, որ ձևավորված է։ Լավ է, որ մենք ուշադիր ենք, արժի, որ ուշադիր լինենք նաև բոլոր այն դեպքերում, երբ որ այդ բառամթերքը հնչում է նաև տարբեր կողմերից, այդ թվում օրինակ իմ նկատմամբ։ Ինչ որ երկրի վարչապետ ձեզ հորդորել է ինչ որ բան եք քերակնոջ է, ինչ որ բան բաց եմ թողել։ Այս է դեպքը չի, երբ ինչ-որ չի գնա, անուլիկ 88 անունով օկտատեր, ձեր ինչ-որ ստատուսի տակ վատ բան է գրում ձեր մասին, կամ գրում է ձեր ամուսինը չաղա, դա չի կարելի նույն հարթության վրա դնել, երբ որ երկրի մի ամբողջ վարչապետ, երկրու եկեղեցուն ինչ մեղադրանք ասես ուղում է։ Մենք առիթ ենք ունեցել նաև խոսելու, որ ընտանիքներում են երեխաներին սովորեցնում որոշակի անպարկեշտ բառեր։ Երեխաների բառապաշարը քիչ առաջ լավ ընդլայնվեց, բոլոր ինտերնետ ունեցող երեխեք արդեն գիտեն, որ ինչ որ մեկի քերակնոջը դոմ հու։ Հա, հեղափոխության հենց սկզբից էլ ոնց որ հրճակել էին իրենց այդ բանը։ Դոմ հու կարգախոսներ։ Լավ, իջնենք վերջնական հատակը, դնոն։ Էլի դնոկ, հա։ Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բեն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս։ Կարող է ջան, կարող է, որովհետեւ եթե մենք ունենք վարչապետ, որը մամայի արև երթվում է, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո պապայի արև երթվում է, որ Ղարաբաղը вообще կապ չունի մեր հետ, ուրիշ երկրի մաս է, ուրեմն սա օքեյ է։ Երկրորդ մասը մնացեք մեզ հետ, որտեվ ԵՊՀ-ում հանդիպումն է տեղ ունենում Երևանի ոստիկանապետը հրաժարական է տալիս ու Նարեկ Նալբանդյանը, այն բիզնեսմենը ամեն ինչ բացում է հետքի տաղավարում։ Մեր հզոր գործընկեր JMC-ի Touring մեքենան արժի գնել տարբեր պատճառներով։ Օրինակ գինը 11.900.000 դրամ, կծես չայ խմես։ Առաջին 3 տարին փաստացի 0% տոկոսադրույք, այսինքն չայ խմես, մի հատ էլ կողքից մուրաբա կրծես։ Ունի 2.9 turbo Puma դիզել շարժիչ, որի շնորհիվ վառելիքի ծախսը երկակի կրճատվում է։ Համ առեք, համ էլ թեյ խմեք։ JMC Vigus Touring Grand Avenue Touring Plus Փորձաքննությունը ասում է, որ հարմարեցված են մեր բնակլիմայական պայմաններին ու սարուձորին։ Շարժիչները դիզելային ու նույնիսկ մեր վատ դիզելին հարմարեցված։ Չեմ ջոգում, որտեղ են փորձում մեզ գցել։ Երաշխիք կա։ 5 տարի կամ 200,000 կիլոմետր։ Արդար գինա, համագործակցում են Ford-ի ու Isuzu-ի հետ։ Դե չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Ինձ պետք Grand Avenue Plus 3 հատ է Vigus։ Ինձ այդ նույնիսկ Plus Grand Avenue Pro։ Արագ աճեցրու բիզնեսը JMC մեքենաների հետ։ Սրա սևը չունեք,
Եվ այսպես Երևանի ոստիկանապետը հրաժարական տվեց, դրա համար վերհիշենք նրա the best-ը։ Նա ուներ the best, հիմա մտածում են մեր մշտական դիտողները։ Ну, ակնհայտորեն հանցագործության դեմ արդյունավետ պայքարը չէր, նարկոտիկների դեմ պայքարը չէր, փողոցում կրակոցներ որ լինում են, էդ էլ չէր։ 58-ամյա Հովհաննիսյանն անցած տարի անձամբ էր ղեկավարում ընդդիմադիրների բողոքների ակցիաների ժամանակ ստորադասների գործողությունները, նրա աչքի առաջ էին ընդդիմադիրներին բերման ենթարկում վնասվածքներ պատճառելով, փողոց փակող ցուցարարներին էլ լակոտ էր անվանել։ Մայթեզրին ոչ մի կանգնած քաղաքացու անտեղի չեն տարել։ Տեսախցիկներով որ փակում են, հետո վազում կանգնում են լակոտի պես այնտեղ, բա ինչ պետք է անեն։ Այդպիսի որակումներ։ Բա ինչ ասեմ, չի կարելի ժողովուրդ։ Դե, սենց ասեմ, զատո այս ամեն ինչի համար պարգևատրվել է ավելի շատ, քան նույնիսկ Գիշտի Քարամյանը, չասենք որ Գիշտի Քարամյանը, բայց Մարշալ Բաղրամյանից շատ որ հաստատ։ Նո մյուս կողմից ամեն մարդ չի որ կարա ժողովրդավարության motherfucking բաստիոնում զարյա 3 կիրառել, ու որ ոչ մի եվրոպական ամերիկյան դեսպանատուն ծպտուն չհանի։ բայց կիրառեց, ոնց որ երկմտում էր։ Հովհաննիսյանը ոստիկանապետի պաշտոնում աչքի ընկավ վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ arczepiskopos Գալստանյանի փողոցային պայքարի ժամանակ։ Կանոնությունը գործելու է բացառապես օրենքի շրջանում։ Արիա 3 էլի կիրառ։ Աստված չանի դրա կարիքը լինի։ Ու դե սպոյլեր, Աստված արեց։ Եկեք ամեն ինչ Աստծո ջեբը չգցենք, էլի։ Նա հիմա շատ զբաղված է Փաշինյաններով, մյուս կողմից Պուտինը, Տրամպը, հանգիստ ողել։ Համաձայն եմ։ Իսկ այն ինչ որ բամբասանքային տարբերակ թեխի հրաժարական տվեց։ Արմլուր։ Արմլուր լրատվականին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն ազատման դիմումի հիմքում խորը արմատներ կան, մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն ազատումից առաջ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի միջև տևական ժամանակ կոնֆլիկտներ են եղել, ու տևական ժամանակ ներքին կոնֆլիկտային վիճակը հնարավոր չի եղել խաղաղեցնել, ու բանը հասել է անգամ վիրավորանքներին։ Դզում է որ Արմլուրը կամ ամենտեղ իր մարդը ունի, կամ ամենտեղ եղել է, չեմ զարմանում թե քերակնոջ հարցում մոմա պահել նույնիսկ։ Մի շեղվի հա դրա վրա։ Լավ, հիմա շատ կարևոր մաս, ցանկացած ժողովրդավարության բաստիոնում, որը այդքան շատ չեն, կստացի, այն հիմնականներում։ Երբ որ ասած աղմկա հարույց բան է տեղի ունենում պաշտոնանկում կամ հրաժարական, պետք է ժողովրդին տա ինչ որ բացատրություն սրա մասին։ Ոստիկանության պետի պաշտոնում 2 տարուց ավելի աշխատած գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին վարչապետն ազատել է պաշտոնից, ինչու ոչ կառավարությունը, ոչ էլ ներքին գործերի նախարարությունը չեն մեկնաբանում։ Վարչապետն ինչ դժգոհություն ուներ Հովհաննիսյանից, արդյոք պատճառը հանցավորության, մահացու վրա երթերի թմրամիջոցների, ապօրինի զենքի շրջանառության աճն է, հանրությանը գործադիր իշխանությունը բացատրություն չի տվել։ Իսկ որ ինչ որ տարածք մարածք են սեփականաշնորհել 3-րդ մասում քաղմասի դեմը կարող է այդտեղ ինչ որ վերհիշենք այդ բավականին նախկինաբարո մոմենտը։ Ըստ հետքի նրա որդին սեփականաշնորհել է ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղի տարածքը Զավթել մայրաքաղաքի հողամասեր, այդտեղ ապօրինի շինարարություն արել, հետո օրինականացրել տարածքը։ Նաև հետաքրքիր ձեռքբերումներ էր իր ընտանիքի անդամները ունեցել եւ պիտի որ նեղացած չհեռանա թե նախկին իշխանություններից, թե ներկա իշխանություններից, մարդու տենց լավ հնարավորություններ են տվել, լավ հետաքրքիր բոնուսներ է ստացել իր ծառայության ընթացքում։ Դե ըստ հետքի։ Օ, իդեպ հետքը, հետք ջան, գիտեք ինչքան ենք ձեզ սիրում։ Հետքը կանչել էր այդ նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանին, ու հիմա ինչ ասում եմ, շատ սիրելով եմ ասում։ Ոնց անեմ, որ իրան պետք է տապակեիք այդ ինտերվյու ընթացքում, այդքան համոզիչ չստացվեց։ Հետաքրքիր է թե կոնկրետ ինչ գործողությունների հիման վրա է 2018 թվականից հետո իմ երևացող հաջողությունները արձանագրվել, հիմքում կանգնած է իմ մինչև 2018 թվականի գործողությունները։ Այսինքն 2018 թվականի դրությամբ դուք ունեցել եք ալրաղացը տափերականի, Մասիսի ալրաղացը, Հայաստանում ամենախոշոր բեռնատար մեքենաների ավտոպարկը, որը համալրված է եղել 100-ից ավել տվյալ ժամանակների համար խոշոր ավտոտրանսպորտային միջոցներով։ Ավտոմեքենաների տեղսպասարկման կենտրոնը խոշորագույն, ու մինչև 2018 թվականը կոնկրետ իմ կազմակերպությունները եղել են խոշոր հարկ վճարողներ։ Պարզվում է, այս մարդը 14 թվից բիզնեսի մեջ է, նորահայտ։ Բախի 18 թվից այն կողմ հետքը չէր փորել, մենակ 18-ից հետո ասես, ու նորահայտ, շատ մաչելի հարցը։ Հա։
Աշկի չընկնելու հետ կապված կամ մինչև էս իմ մասին ասենք չիմանալով երկու ձև կա էլի այս կյանքում աշկին գնելու կամ պետքա լավ բան անես ու ասենք լուսաբանես կամ վատ բան անես ինչ որ ձևով լուսաբանվի լավ բան անելը օրինակ կոնկրետ լավ բաներ լիքը անում ենք թե ֆիզիկական անձանց նկատմամբ թե իրավաբանական անձանց նկատմամբ լիքը բարեգործություններ լիքը միջոցառումներ ենք կազմակերպում բայց ասենք առավոտից իրիկուն չենք դնում 7 անգամ ցույց տալի Տեսնում ես ուրիշների նման 100 տեսախցիկ չի բերել որ բարեգործությունը կողի աչքները Նալբանդյան, конечно, красавчик, բայց կարող է դու իրան պաշտպանում ես, որտեվ միասին գործ ունեք ադամանդների հարցում։ Ես երբեք Հետք ջան, մի հատ կհիշացնեք։ Golden Diamond ՍՊ-ի բաժնետերերը հետևյալ անձինք են. Նարեկ Նալբանդյան, Արտեմ Սահակյան, Նարեկ Մարգարյան։ Այդ Մարգարյանը ես չեմ ու вообще ամենամոտը որ ես եղել եմ ադամանդին այդ եղել է երբ Տիգրան Կարապետի չմոտեցավ ու իր խրպոտ ձայնով ասել տղա ջան դու զմրուխտ ես արա զմրուխտ ադամանդել չեմ եղել Իսկ իրական կյանքի ադամանդը պարզվեց Նարեկ Նալբանդյանն է Իդեպ այդ Golden Palace-ի հարցը մի հատ էլ հասկանանք ոնց եղավ այդ գործարքը Այդ տարօրինակ հա շատ գործարքը մի հատ հասկանանք ու եթե մենք համարում ենք որ այդ հյուրանոցային համալիրը ինչ որ արտոնյալ պայմաններում ինձ հասել է այդ նույն գնով պատրաստ եմ այսօր վաճառել բոլոր ՀՀ քաղաքացիներին ով հետաքրքրված է ու ով այսօր համարում է որ այդ հյուրանոցային համալիրը արտոնյալեր կամ իշխանության սրտի օլիգարխին է վաճառվել ինչքան է գնահատում հիմա այդ գինը մասնավորապես ով որ ինչքան կոնկրետ ին վրա նստել է այդ հյուրանոցային համալիրը կարող եմ վերցնենք Նախ այդքան մարդ Patreon-ին չի միացրել որ կարողանանք, երկրորդին այդքան հարմար հյուրանոց չի։ Հա, Նարեկ Նալբանդյանը կրակն է անգել այդ հյուրանոցի ձեր վերցել է, հիմա սուց ուզում է ազատվի վերցնող չկա։ Մի հատ խնդրենք հետքին հիշացնի, ինչու էր հետքին թվացել որ կասկածելի է գործարքը։ Մոտ կարծեմ 18 միլիարդ դրամ։ Հետագայում այդ գույքը դրվեց պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից աճուրդների, մի քանի անգամ աճուրդներ չկայացան, որից հետո փոխվեց այդ գույքը վաճառելու պայմանը Պետգույքը որոշեց, որ կարելի է այս գույքը վաճառել նաև տարաժամկետ վճարման պայմանով եւ դուք մասնակցեցիք այդ աճուրդին ձեր ընկերությունով եւ 5 միլիարդ դրամով տարաժամկետ պայմանով ձեռք բերեցիք։ Դե կարող է որ պետությունը զուտ հիպոթետիկ, շատ մեծ ցանկություն ունենա մեծ թիվ ցույց տա որ հետ է բերել, օրինակ 18 միլիարդը համաձայնի շատ ավելի լավ է հնչում, քան 5 միլիարդն հետ բերել։ Մյուսը կարող է պետությունը ամենակոմպետենտ մարմինը չի, որը կարա գնահատվի նախկինազավրներից քերած հյուրանոց։ Ու իրականում երկուսն էլ կարող է տարբերակ է, բայց ինչ ես կուզեի, ես կուզեի որ հետքը շատ ավելի փաստարկված է, փիդրեժ այդ գործարարին, ով հիշեցնեմ շատ կասկածելի գործարք արել, Հովիկ Աբրահամյանի տունն է ձեռք բերել, որը вообще պետք է կալանքի տակ լներ, բայց այդ մոմենտին չէր, մի խոսքով էս սա։ Վստահաբար լուրեր կարդում եք, հետևում եք լրատվամիջոցներին, ոնց որ հիմա դուք չէիք լսում, որ բարբերաբար խոսվում էր այդ առանձնատան, ընդհանրապես այդ թաղամասում կասկածելի գույքերի առկայության մասին։ Այդտեղ միայն Հովիկ Աբրահամյանի առանձնատունը չէր, որ իրավապահների ուշադրության կենտրոնում էր։ Բոլորի հետ կապված, ասենք, ինչ որ ասեկոսներ լսել ենք։ Տիրար ջան, բայց եթե կոնկրետ գործողությունների ես եթում ու ոչ մի խոչընդոտի չես հանդիպում, ասենք ասեկոսների վրա հիմնվենք, ինչ իմաստ կա դրա մեջ, եթե ինչ որ մեկը ինչ որ լուրեր է տարածում, բայց դու ոչ մի խնդրի չես բախվում։ Շատ չոտկի պրագմատիկ մի հատ պատասխանը տալիս Նարեկ Նալբանդյանս, հա, եթե դες դեմ այդ գործարքը կա, ոչ մի խանգարող բան չկա, փողը տալիս առնում է, խիպտի ինքը վիզ դնի այնտեղ ստուգիս կարելի է չի կար, եթե կոնկրետ տալիս են դրա համար, ստուգելու համար, մենք ստեղծել ենք անուն չէր, պետություն։ Լավ, յետք հիմա հավաքվում ենք ու միասին ատվետ կա 88 սուպերմարկետներ այնտեղ հիշում եք, ինչ-որ պարտքեր, ինչ-որ չափազանց լավ գործարքներ, մի հատ այդ մասով ենք պրեսանում։ Վերջերս էլ վարչապետի կինն էր անդրադարձել նաև իրեն ուղղվող մեղադրանքներին, ասելով որ առնչություն չունի այդ 8 ավելի ճիշտ առնչություն չունի 8 սուպերմարկետների հետ։ Հիմա այս խոսակցությունները չեն դադարում եւ այս խոսակցությունները ինչ որ միտեղից ծագել են։ Всё, էսեր ուղղակի կան խոսակցություններ կամ ինչպես մարդամեկներ ասում, օթում կախված լուրեր, հա։ Իմ երազանքների հետ կնև կհարցներ այն Oasis սուպերմարկետների 60 միլիոնը, ինչի չեն տվել։ Իսկ դու էդի որ դեց ես իմացել։ Էլի հետքից։
Ինչու Նարեկ Նալբանդյանը չի վճարում Օազիս սուպերմարկետների ցանցի 60 միլիոն դրամ պարտքը։ Բայց դե այդ հարցը ու ընդհանրապես որևէ հարց, որը կասկածի տակ դներ մեր անուշ ախպեր Նարեկ Նալբանդյանի բիզնեսը, տենց է չընչեց, տենց է պարզվեց ինչ մի հիանալի անձնավորություն։ Հա, էլի, հետ ջան, կրկին, սա շատ սիրելով ենք ասում, ասես պոպկորնը վերցրեցինք, նստեցինք այդ ոդկասթը սենց վայելելու ու պարզվեց ինչ, PSG Ինտեր խաղն ենք նայում։ Դուք ելեք գժվոր որ Նարեկը իրանց ֆուտբոլ նայողի տեղա դնում։ Ես կարող անձամ չեմ նայել, բայց շատ մոտիկ մարդ մանրամասն պատմել է։ Ինչևէ, գնացինք ԵՊՀ, կառույց, որը մեզ տվել է Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան, Ռուբեն Ռուբինյան, այն փոխարգործնախարարան երեխեն։ Մի խոսքով, այդ մարմին այցելել էր, համարյա Նիկոլ Փաշինյանն է, համարյա ավարտել, այցելել էր Նիկոլ Փաշինյանը։ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դռները այսօր մոտ 4 ժամ փակ էին լրագրողների առջև։ Համալսարանականների հյուրը Հայաստանի վարչապետն էր։ Մուտքի մոտ նրան դիմավորեց իր նախկին թիմակիցը, այժմ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Մասնագիտությամբ աստվածաբան ռեկտորը սակայն հրաժարվեց Փաշինյանի գրառումների վերաբերյալ դիրքորոշում հայտնել։ Նախկին թիմակիցը ռեկտոր, այս ահագին նման այն բաներին, որ Փաշինյանը խոստանում էր, էլ չեն լինելու։ Ռեկտորը, որը մասնագիտությամբ աստվածաբան է, չպետք է կարծիք ունենա ինչ որ պարզաբանում հստակ կնոջ հարցով։ Նիկոլի խոստացած Հայաստանում միանշանակ ռեկտորները ազատ են, sense վազում են դաշտերով, բայց Նիկոլի փաստացի Հայաստանում։ Իսկ ինչպես են կազմել վարչապետի հետ հանդիպող ուսանողների ցուցակը։ Ուսանողները ազատ են իրենց հետաքրքրող բոլոր հարցերը տալու։ Ուսանող կարող է գալ հանդիպմանը Պալյանների ամանդաղլիճում եւ դիմել ենք, ֆակուլտետները տվել են ակտիվ ուսանողների ցանկ եւ ասել ենք ազատ են բոլոր տեսակի հարցերի համար։ Դե վсё, այմա ուսանողությունը բմբլահան անել վարչապետին ամենասուր հարցերով եւ իհարկե այս օրերի ամենակարևոր հարցով։ Կթվար ձեզ։ Հարցեր հնչեցին Փաշինյանի վերջին օրերի հայոյախառն գրառումների հետ կապված։ Հարցերը հիմնականում հնչել են հենց գաղափարախոսության շուրջ։ Այսինքն որևէ հարց ստատուսների մասով չի հնչել։ Ուսանողությունը նման հարցեր չի բարձրացրել։ Այսինքն կոնտեքստից դուրս չեք եկել գաղափարախոսությունից։ Այո, յուրաքանչյուր ուսանող բնականաբար իրավունք ունել ինչ հարց որ ցանկանար հղել, քանի որ շփումն ազատ էր, բայց ուսանողությունը հիմնական հարցերը հղում էր հենց թեմայի հետ կապված։ Չեմ ջոգում Facebook չունեն ուսանողները։ Որը լավ է ինչ հին ես դու։ Հիմա TikTok, Snapchat, Jamster, վերջինը կարող է հնարել եմ։ Okay, իսկ ո՞րն էր թեման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել էր մեր Երևանի պետական համալսարան եւ հանդես էր գալիս բանախոսությամբ Հայաստանի Հանրապետության իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ։ Այսինքն կրծվել է նորաձև է արշավներից է եղել։ Հա, բայց լայց առանց Աննա Հակոբյանի ասում են, որ սուր հարցեր եղել են։ Նու չեն ասում կոնկրետ ինչ հարցեր, բայց վստահեցնում են մեզ, որ եղել են սուր հարցեր, ոչ գլխավոր թեմայով, բայց եղել են։ Մի խոսքով ասած անտրամ չավարտենք հաղորդումը, այս ուսանողը դեմք էր։ Այսա արի պահենք վիդեոբոցի համար, որի համար մնացեք մեզ հետ։ Եվ այսպես ինչու Solar Holding-ի արևային պանելներ։ Լիքը ձերի օթից փող այդ մեկ, լիքը լավ բաները այդ երկու ու սա դեռ ամենը չէ։ Եթե ունեք արտադրական բիզնես կամ հյուրանոց, տեղ սպասարկման կետ, ապա կարող եք օգտվել 0% լիզինգի տոկոսադրույքից։ Այո, Solar Holding, որտեղ ձեր բիզնեսը ուզում է աճել ու դառնալ գազան։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ին։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Վարչապետի հետ հանդիպման մասին տեղյակ եք։ Չէ, ճիշտ ասած ես այսօր քննության էի տեղյակ չեմ։ Ինչ որ գրանցում է պահանջվել դրա համար։ Մնացածը անկեղծ մանրամասներից տեղյակ չեմ։ Կուզեիք, այսինքն հետաքրքրված եք, մասնակցեիք։ Չէ, կրկեսով չեմ հետաքրքրվում։ Կարող եք վեհապարի հետ ոդկաստ անենք։ Առաջին վեհապարը կլինի։ Արի վեհապարի հետ անենք։ Հուսով ենք կգնա ոդկաստ։ Կամ այս դեպքում մեծ հաճույքով մենք կգնանք իջմիածին։ Մի հատ ժամանակն է էլի բոլոր այն ստվերված թեմաները, բոլոր բաց հարցերը մի հատ ի վրա դնենք։ Եի վրայի
Հա, եւ վրա բան չկա։ Ուի and view-ները շարենք, թող հայեցի մի քիչ լինի։ Արա ոչ մի տես տար չունենք։ Ուի view-ները։ Հա, ուի view-ները։ Ուի view-ները։ Լավ, ինչևէ, ինձ թվում է լավ միտք կա, փորձենք այս մտքով դիմենք մայրաթորին։ Այո, սիրելի վեհապար, մենք ձեզ դիմելու ենք, հուսով ենք չեք մերժի։ Միացեք Arm Comedy-ի Patreon-ին եւ այսուհետ ածխաջրերը ոչ թե ձեզ կչաղացնեն, այլ հակառակը լավ կնիհարացնեն։